Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի հրապարակած նոր զեկույցը ցույց է տալիս, որ 2020-2024 թվականներին Թուրքիայի զենքի արտահանումն աճել է 103%-ով, նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ, ինչը այն դարձնում է աշխարհում զենքի ամենախոշոր արտահանողների ցանկի 11-րդը։ Այս ֆոնին թուրքական կառավարությունն ասում է, որ աշխատում է նվազեցնել զենքի և ռազմական տեխնիկայից օտար երկրներից կախվածությունը Անկարայի համար, ավելի շատ ներդրումներ կատարելով ազգային պաշտպանական արդյունաբերության մեջ, որը վերջին տարիներին վերելք է ապրում։ Թուրքիան այժմ զինված անօդաչու թռչող սարքերի աշխարհի գլխավոր արտահանողներից մեկն է։ Բայքարի կողմից մշակված անօդաչու թռչող սարքերը արտահանվել են առնվազն 35 երկիր։ Բայքարը մեղադրում է Սուդանի զինված ուժերին $120 միլիոն արժողությամբ անօդաչու թռչող սարքեր և մարտագլխիկներ գաղտնի մատակարարելու մեջ, չնայած միջազգային պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես են սպառազինության նոր մատակարարները, ներառյալ Թուրքիան, օգտագործում արտահանումը Արևմտյան Աֆրիկայում իրենց ազդեցությունը խթանելու համար։ Մարինե Դվոյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։